Իրավական գործընթաց չկա, կա մի օգուտություն, բացահայտ, լկտի, ապօրինի։ Գրցեր Քոչարյանն այսպես է բնորոշում իր ընտանիքի դեմ իշխանության դեռ 2018-ից սկսած գործընթացը։ 8 տարի առաջ հարուցված գործով որևէ նոր բան չկա, բացի աղմուկ բարձրացնելուց ու կարևոր հարցերից շեղելուց, ասում է Լևոն Քոչարյանը։ Չնայած դրան, դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Սեդրակ Քոչարյանին։ Ըստ դատախազության, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին մեղադրվում է առանձնապես խոշոր չափի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Լևոն Քոչարյանը չի անհանգստանում, որ իրեն էլ կարող են կալանավորել, ասում է ուրախ կլինի, թող դատախազը գա խորհրդարան ու անձեռնմխելիության հարցի քննարկման ժամանակ ներկայացնի գործի մանրամասները, այդպես կբացահայտվի գործը փուչ ու դատարկ է, քանի որ իր ընտանիքը ապօրինի ծագման գույք չունի։ Նա անդրադառնում է նաև Փաշինյանի հայտարարությանը, թե ժողովուրդն է պահանջում ունեզրկել ու դատել նախկին նախագահին։ Ոնց են ասում, ամենամեծ սրիկայությունները արվում են ժողովրդի անունից, չէ՞։ Ամեն տեղ, որտեղ դու պետքա օրենք խախտես, օրենք թեքես, ասես դե ժողովուրդն ասում, այդպես չի լինում։ Ժողովուրդ կա վերջի վերջո օրենք, կա սահմանադրություն, կա քրեական օրենսգիրք։ Եթե մենք այդ ամեն ինչը պետքա դնենք մի կողմ, այն սրիկայությունները, ապօրինությունները արվեն ժողովրդի անունից, սա արդեն երկիր չի։ Սեդրակ Քոչարյանից բացի նախորդին դիմակավորված ԱԱԾ-ականների գործողություններից հետո կալանավորվել են նաև ձերբակալված 6 անձանցից 3-ը։ Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Կրեմլի խոսնակը հույս է հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացները օրենքի շրջանակում կլինեն։ Я не хотел бы сейчас комментировать внутриполитические события в Армении. Ես այժմ չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանում ներքաղաքական իրադարձությունները, այնտեղ շատ բարդ գործընթացներ են։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի ունենում, կլինի օրենքին խիստ համապատասխան եւ կպահպանվեն քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները։ Հարգելի գործընկերներ, բարի լույս։ Երկօրյա անհանգիստ մթնոլորտից իշխանություն ընդդիմություն փոխադարձ վիրավորանքներից հետո խորհրդարանը հանգիստ մթնոլորտում շարունակում է աշխատանքը։ Օրակարգում հանձնաժողովների նախագահների ընտրությունն է։ Փակ քվեարկությամբ 56 կողմ 48 դեմ ձայնով Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Հարություն Հարությունյանը։ Շնորհավորում եմ։ Մինչև քվեարկությունը падգամավորը ներկայացրեց իր պատկերացումները, ընդգծեց, որ առանցքային նպատակը ավելի շատ գործընկերներ, շուկաներ ունենալն ու ներդրումներ ներգրավելն է։ Խորհրդարանն անցավ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցի քննարկմանը։ Ուժեղ Հայաստանը այս պաշտոնում առաջադրեց Իրինա Յոլյանին։ Երկար տարիներ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սյունեցի падգամավորը ելույթում բազմաթիվ խնդիրների մասին բարձրաձայնեց, նշեց դրանց լուծման ճանապարհները։ Հայաստանին անհրաժեշտ է ձևավորել քաղաքականապես հասուն, ինստիտուցիոնալ եւ այնպիսի միջավայր, որտեղ համայնքների ղեկավարները անկախ քաղաքական հայացքներից կամ կուսակցական պատկանելիությունից կկարողանան անկաշկանդ, առանց ավելորդ ռիսկերի, քաղաքական ճնշումների կամ վարչական հետապնդումների իրականացնել սահմանադրական եւ օրենսդրական լիազորությունները։ Պատգամավորները հարցեր ունեին նախագահի ընդդիմադիր թեկնածուին։ Որ ասում եք 6 տարի է Հայաստանի տարածքում ադրբեջանական զինված ուժեր են։ Դուք իրապես չգիտեք, որ Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքներում այդ զինված ուժերը օրինակ 30 տարուց ավել են։ Իմ ապուպապերը եղել են Գորիսից, իմ տեսածով թշնամին Սյունիքի տարածքից 160 կիլոմետր հեռավորության վրա է եղել, ես չեմ տեսել։ Մի քանի շաբաթ շարունակվող քննարկումները կարծես մոտենում են ավարտին։ Պատգամավորներից ոմանց ուժերը սակայն արդեն սպառվել են։ Ամեն նոր թողում դուրս են գալիս այդ տարածումից, որտեղ մարդը մի հատ գիծ ունի։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։